Եզդի հերոս Ջհանգիր աղայի անունով փողոց Երևանում։ Այս խնդրանքով օրերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին բաց նամակով դիմել են Սինջար եզդիների ազգային միավորման երիտասարդ անդամները։ Երբ որ թուրքական զորքը հարձակում էր Սարդարապատի ուղղությամբ, առաջինը առանց հրամանի եւ օգնության Ջհանգիր աղան էր, որ դուրս եկավ թուրքական զորքի դեմ։ Սինջար միավորման նախագահ Բորիս Թամոյանը կարծում է, որ իրենց խնդրանքը դեռ մի փոքր էլ ուշացած է։ Մենք գտնում ենք, որ քաղաքապետը Տարոն Մարգարյանը ամեն դեպքում ճիշտ լուծում կտա։ Այսօր եզդիական համայնքի երիտասարդ ներկայացուցիչն անդրադարձավ նաև Հայաստանում եզդիների խնդիրներին։ Եզդիական մշակույթի զարգացման խնդիրն է, որը շատ դանդաղ տեմպերով կարելի ասել առաջ չի գնում։ Բորիս Թամոյանը վստահ է, որ բոլոր խնդիրները կլուծվեն եզդիների շրջանում քաղաքացիական հասարակության ձևավորումից հետո միայն։ Իսկ ինչու Հայաստանում փոքրամասնություն կազմող եզդիական համայնքի ներկայացուցիչները չեն զբաղվում քաղաքականությամբ։ Այս դեպքում, եթե մենք ունենանք լավ կրթված երիտասարդներ, անհնար է, որ քաղաքական դաշտում էլ ինչ-որ դեմքեր չունենանք։ Երիտասարդի խոսքերով եզդիները չեն ինտեգրվում նաև մշակութային ոլորտում։ Նա վստահեցնում է, որ պետությունը չի խոչընդոտում, ընդհակառակը մեծ հնարավորություններ է տալիս։ Մենք չունենք մշակութային լուրջ գործիչներ, չունենք լավ երգիչներ, ովքեր հարսանիքից բացի ուրիշտեղ կարողանան երգել։ Հիմա չգիտեմ, այստեղ խնդիրը գուցեև այս տարածաշրջանում ապրող եզդիների հետ է կապված։ Մտածողության հետ ավելի շուտ։ Տաթևիկ Ազիզբեկյան, Ֆելիքս Գալստյան, IPFM։